Լավ հասկանալը, որ 26 թվականի ընտրություններին ամենայն հավանականությամբ անցողիկ շեմի խնդիր են ունենալու, փորձում են հիմա մաքսիմալ այնպես անել, որ այդ ռադիկալ ընդդիմադիր ու կոնկրետ հենց իրենց երկուսի համատեղ էլեկտորատ համարվող այդ քաղաքացիների շրջանում են մյուսին լրիվ սևացնեն ու այդ անցողիկ շեմը գոնե իրենք կարողանան, հենց կոնկրետ մեկը կարողանա հաղթահարի, բայց ակնհայտ է, որ սա նաև 26 թվականի անցողիկ շեմը հաղթահարելու համար պայքար է։ Ակնհայտ է առնվազն, որ երկուսից մեկը չի հաղթահարելու։ Այստեղ այդ տեսարանները եւ մնացածը մեծ հաշվով ու մեղադրանքները փոխադարձ, որոնք որ արվում են քաղաքացուն նսեմացնելու հաշվին ու քաղաքացուն նսեմացնելու հիման վրա, դրանք մեծ հաշվով անընդունելի են բնականաբար։ Իսկ քաղաքական դիվիդենտներ կարող է բերել, օրինակ երկուսն էլ կարծես թե փորձում են ավելի ընդդիմադիր երևալ ու կարծես թե փորձում են այդ համար մեկ ընդդիմությունը։ Դե քաղաքական դիվիդենտ այն առումով կարող է բերի, որ ուղղակի չես կարող երկրորդ նախագահի հասցեին ինչ որ մեղադրանքներ հնչեցնել ու դա շատ դրական չընկալվի հանրության մեծամասնության կողմից։ Նույնը չես կարող երրորդ նախագահի մասին մեղադրանքներ հնչեցնել ու դա դրական չընկալվի հանրության մեծ մասի շրջանում։ Բայց մոռանում են, որ այստեղ կարևոր է նաև թե ով է դա հնչեցնողը։